30-ից 50 որոշում է կայացրել, երես մի քանի քաղաքապետերը, պատկերացրեք, բայց պետությունը չի տեսնում, որ քաղաքապետերը նմանատիպ, ուրեմն ոտնձգություն են անում քաղաքի նկատմամբ։ Այդ մոտ է չի երևում ամեն ինչ գիտեք, ընդուք գիտեք, թե մարդ, եթե ուզենաք, իմանաք, թե մարդը, գիշերը, տղամարդը, որ ժամին է մտնում կնոջ ծոցը, դուք այդ գիտեք, բայց այս կարևոր բաները չգիտեք արա։ Եվ այս բանի մեջ ես միանշանակ մի բան եմ ասում։ 1915 թվականին, երբ որ թուրքերը միլիոնոկես հայ կոտորեցին բարբարոս ազգը։ Դրանից հետո ուրեմն եկավ 91 թվականը եւ մենք անկախացանք։ Անկախացանք 3 միլիոն 700 միլիոն բնակչությամբ։ Այսօր դարել է 1 միլիոն 800, 2 միլիոն, 2 միլիոն, 1 միլիոն 800-ից 2 միլիոն։ Պատկերացրեք, ինչ է պատճառը, որ հայը լքում է իր հայրենիքը։ Լոկ մի բանի համար, որ չկա աշխատատեղ եւ մարդիկ գնում են Ռուսաստան մեծամասնությամբ 90%-ով, որպեսզի իրանց ընտանիքը պահեն։ Հիմա էլ այնտեղ եկած գումարների վրա են տոկոսներ դրել, որ մարդիկ հետ չկան, այսինքն իրենց ընտանիքին այստեղից տանեն։ Դուք գիտեք, թե սա ուղղակի սովորական արվում է, ոչ։ Հայաստանը ղեկավարվում է անգլո-թուրքական ուժերի կողմից։ Սա բարձրաձայնում են եւ դրա համար խելացի ձևով 3 միլիոն 700 հազարից դարել է 1 միլիոն 800 հազար բնակչություն։ Այս լավ որ չեն մտածում։ Այդ թուրքերը, որ բաժանվեցին 4-ից 5 միլիոն էին, հիմա դարել է 10 միլիոն է Ադրբեջանը։ Բա ոնց են մտածում իրենց երկրի իրենց ժողովրդի նկատմամբ։ 1941 թվականի հայրենական պատերազմի ժամանակ ուրեմն 110 ձևի ուրեմն զենք զինամթերք էր արտադրում Հայաստանի Հանրապետությունը, որից 30-40% արտադրվում էր Լենինագանում։ Ինչ եղավ մեզ։ Ուրեմն նայում ես Ֆրանսիայի, Գերմանիայի, Ամերիկայի, Ռուսաստանի ռազմական արդյունաբերության ամենակարևոր հրթիռաշինության մեջ ատոմի հետ կապված ամենամեծ դերակատարությունն ունի հայ ժողովուրդը, մեր հայ գիտնականները։ Ինչի Հայաստանում դուք չեք արտադրում նորմալ հրթիռներ։ Ինչն է պատճառը, որ դուք չեք անում։ Յուրաքանչյուր սովորական չոբան ասեմ, հավաքարար ասեմ, ում հարցնես կասեն մենք պետք է զենք արտադրենք։ Եվ ահա խնդրեմ, համ աշխատատեղ կլինի, համ մենք հզոր կլինենք, եւ միայն մեր հզորությունն է, որ դրանց պիտի ստիպի, որ դրանք խելոք մնան։ Ինչ կան խաղաղության պատրվագի տակ, ասեք թե խաղաղություն ենք ուզում, այս տարածք ենք ձեզ տալիս, խաղաղության պայմանագիրը կենքեք, խաղաղության պայմանագիրը կենքեք, լավ իմացեք, ոչ ոք չի ուզում կռիվ, ոչ մի հայորդի չի ուզում պատերազմ, բայց խաղաղության միակ գրավականը դա ուժեղ բանակ ունենալն է, ուժեղ Հայաստան ունենալն է։ Բանակցում են հզորի հետ, երբ որ դիմացինը թույլ, բախվորիկ, ուրեմն գլուխը կախ, մի երկիր է կամ մի մարդ է, դրա չեն բանակցում, դրա գլխին հարվածում են, հիշեք, դրա համար մենք պետք է կարողանանք մեր հզորությամբ, մեր երկրի տնտեսությունը հզորացնել, ստեղծել ռազմական արդյունաբերություն, մեր հին հարավոր թշնամիներին ասել, որ եթե ուզում եք, որ սահմանները բացվի, եթե ուզում եք մենք ձեզ հետ, ուրեմն մի խոսքով համերաշխ լինենք, պետք է դուք ընդունեք հայոց ցեղասպանությունը։ Պետք է ներողություն խնդրեք ամբողջ աշխարհի առջև, ոնց որ Գերմանիան խնդրել է Իսրայելին, հրեաներին։ Մենք չենք ուզում ձեզպես հարևան ունենալ, բայց այսպես է ճակատագիրը։ Եկաք, ուրեմն տեղավորվեցիք Կոնստանդինապոլոսում եւ Բյուզանդիայում աշխարհակալ Բյուզանդիայում 1450-ական թվականներին եւ այսօր Այա Սոֆիայի տաճարը սարքել եք մզգիթ եւ դա եղավ ձեր վախճանը, որովհետեւ գրված է տեսիլքների մեջ։ Երբ սրանք ուրեմն մզգիթ դարձրեցին Այա Սոֆիայի տաճարը, կործանումը սկսվելու է Թուրքիայի, սա հիշեք։